Կոպեկներով սեփականաշնորհված Հայաստանի էլեկտրական ցանցերը այլևս հիմա դե ֆակտո պետական սեփականությունը եւ շատ շուտով կլինի դե յուրե պետական սեփականություն եւ մենք դա կպետականացնենք ամբողջությամբ թափանցիկ մրցույթով կհրավիրենք միջազգային գերպրոֆեսիոնալ կառավարչի որպեսզի հանկարծ այդ կառավարիչը կալուգացի օլիգարխի նման մեր մանկապարտեզների վրա ավել փող չգրի, պատկերացնում եք, մարդիկ մանկապարտեզի վրա ավել փող են դրել իրանց գրպանը, այսօր եկել են, խոսում են ինչ-որ հայրենիքից, հայրենասիրությունից, լսեք, դուք մանր գողցողներ եք, դուք ինչ իրավունք ունեք ընդհանրապես հայրենիքից ու հայրենասիրություն, ձեզ համար հայրենիքը ապրանք է, դուք զորամասի վրա, պատկերացնում եք, զորամասի վրա բանակից են խոսում այդ մարդիկ, զորամասի վրա հոսանք են գրել ավել, որպեսզի պետությունից ավել փող տանեն, եւ այդ մարդիկ խոսում են, չգիտեմ, բարեգործությունից էլ ինչից, ավելին ասեմ, Ծառուկյանի փեսա հանդիսացող Կարապետ Գուլոյանի տունը չէ, դա տենց չգիտեմ ինչա կոչվում, դա հիմա ժամանակակից տղյակա թե դա այլևս իրա սեփականությունը չի, ժողովուրդ ջան, այլևս ձեր սեփականությունն է, որովհետև ասել ենք հատիկ առ հատիկ հետ ենք բերելու եւ հատիկ առ հատիկ հետ ենք բերում։ Այսօրվա դրությամբ 2018 թվականից սրանից բացի արդենից դատական տարբեր որոշումներով 700 միլիոն դոլարի գույք եւ դրամական միջոցներ մենք վերադարձրել ենք Հայաստանի Հանրապետությանը։ Այսօր համայնքը մենք առավոտը կոնսերվատորիայի դիմացի այգին էինք։ Քաղաքապետարանը մենք նույնիսկ տեղյակ չենք։ Դատական գործերով այդ վարձակալության պայմանագրերը չեղալ առե եւ դա վերադարձվել է Երևանին, Արմավիրում, Իջևանում, տարբեր հազարավոր հեկտարներ անտառներ ենք մենք տասնյակ հազարավոր անտառներ ենք վերադարձրել ապօրինի վարձակալած, այսինքն ճիշտ է սեփականացրած չի, բայց 100 տարվա վարձակալությանը տրված անհասկանալի պայմանագրերով միզեր կոպեկների դիմաց փաստացի սեփականություն է դա, մենք դա վերադարձրել ենք Հայաստանի Հանրապետությանը, բայց էլ եմ ասում, այս ամեն ինչը ընդամենը այս հարցի հարակից հարցը, բուն հարցը խաղաղությունն է եւ խաղաղությանը տեր կանգնելը։ Եվ ուրեմն բոլորիդ կոչ ենք անում 2026 թվականի հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր